Փառք քեզ Աստված, փառք քեզ Աղավս ավենային դեր փառք քեզ։ Փառք Աստծո, որ նորից մենք այս տարի այս առիթն ունեցանք Աստծուց հավատքելու մեր հավատքով Սուրբ Գրիգոր Լուսավորչի երկիրապին, այս Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում փորձիրապի եւ պատերազմացելու։ Ես ուրախ եմ այսօր, կարծում եմ բոլորս ուրախ են, որտեղ երկիրապն են ուղտը չի։ Ուտին մի քիչ տխրում ենք եւ ուրախանում ենք եւ ուրախ ենք, բայց իմ ուրախությունը մի քիչ ստեղծության փոխվեց պատերազմի մեջ մի բայի։ Ես հիշեցի 6 տարի առաջ այստեղ տեղի ունեցած մի պատերազմ 6 տարի առաջ 20 թվականին այդ կորոնավիրուսի շրջանն էր եւ արգելված էր շատ մարդկանցով պատերազմներ, ամենևս սահմանափակում կար եւ այդ ժամանակ մենք այստեղ էինք եկել ես 2 թե 3 դեպիների եւ այստեղ էր ուրեմն պատերակ կես գիշերային պատերակը մատուցում էր Վանորեից տեսուչ Արտակ Սրբազանը եւ իր հետ քիչ մարդ կային ընդամենը կարծեմ թե 1 աբեղական վարդապետ էր եւ 2 սարկավար։ Այսինքն այս եկեղեցում այս գիշերվա պատերակին ընդամենը մի քանի հոգի էինք, բայց լավ պատերակ էր, քաղցր պատերակ էր, անուշ էր, ինչի էր ասում տխրից, որովհետեւ այսօր Արտակ Սրբազանը մեզ հետ չի։ Եվ աղոթում եմ, որ այն պատերակի շնորհով վերադառնա նորից։ Վերադառնա եւ ոչ միայն ինքը, այլ այդ բոլոր հոգեվորականները, կլինեն եպիսկոպոսներ, վարդապետներ, աբեղաներ, թե քահանաներ կամ սարկավարներ, որոնք եկեղեցու միաբանության ուխտից հեռացել են, բաժանվել են, վերադառնան Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ, վերադառնան եւ հարեն Լուսավորչի աթոռին։ Այլ Սուրբ Միացի։ Ամեն։ Հանուն Հոր եւ Որդու եւ Որդու Սուրբ Ամեն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխան տվեց ու ասաց նրան. Ահավասիկ, մենք թողեցինք ամեն բան եւ եկանք քո ետևից։ Ար, մենք ինչ կունենանք։ Հիսուս նրան ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, թե դուք, որ եկաք իմ ետևից, երկրորդ գալստյան, երբ որ մարդու որդին իր փառքի աթոռին կնստի, դուք էլ կնստեք 12 աթոռների վրա, դատելու Իսրայելի 12 ցեղերին։ Եվ ամեն ոք, ով թողել է տուն, կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիներ, կամ ագարակներ իմ անվան համար հարյուրապատիկը պիտի ստանա եւ հավիտենական կյանքը պիտի ժառանգի։ Շատ առաջիններ վերջին պիտի լինեն եւ վերջիններ առաջին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատասխանն է Պետրոսին։ Եվ գիտենք, որ այս խոսքեր իրականություն դարձան առաքյալների կյանքում եւ բոլոր առաքյալները երկնային փառքի եւ պատվի արժանացան։ Մեծության հասան։ Եվ այսօր երկնքում պսակված են անթարան լուսերեն պսակներով։ Այս խոսքերը պատշաճում են ոչ միայն առաքյալներին, այլև առաքյալներից հետո եկող բոլոր Քրիստոսի նվիրյալ ծառաներին, այդ թվում մեր հավատքի օրը Գրիգոր Լուսավորչին, որ թողեց այս ամեն ինչը եւ գնաց Քրիստոսի ետևից, նույնիսկ իր կյանքը թողեց, գնաց Քրիստոսի ետևից եւ ինչ ունեցավ։ Երբ Գրիգոր Լուսավորչին վերեցին, թաղեցին այս վիրապի մեջ կենդանի։ Գրիգոր համանում էին բոլորը, որ
լուսավորիչը վերջացավ այլևս գոյություն չունի, մեռավ։ Ինքն էլ թերևս Գրիգոր լուսավորիչն է մտածում էր, որ այլևս իրեն երբ չկա այստեղից։ Բայց մի բան գիտեր, Աստծո հետ լիներ, եւ Աստված իրեն պահել ամեն եւ ինքը Աստծո եւ ինքը ունեցավ հրաշքներ Աստված լուսավորչին 14 կամ 15 տարիներ հետո հանեց։ Եվ ուզում եմ ձեզ ներկայացնել նորից, ամեն անգամ ներկայացնում եմ, բայց ոչինչ, լավն է։ Այս լավը այս անգամ են կներկայացնեմ, Հակական Եվոսի, ուրեմն հատվածը, թե ինչպես Գրիգոր լուսավորչին հանեցին խոր վիրակից։ Այն ժամանակ Աստծուց տեսիք երևաց թագավորի քրոջը, որի անունն էր Խոսրովիտուխ։ Արդ եկավ պատմեց մարդկանց իր տեսիլքը ասելով. ինձ տեսիլք երևաց այս գիշեր մի մարդ լույսի նմանությամբ եկավ պատմեց ինձ, թե ձեզ վրա հասած հարվածներից բժշկություն չի լինի, եթե մարդ չուղարկեք Արտաշատ քաղաքը այնտեղից բերելու Կապյալ Գրիգորին։ Նա գալով կսորեցնի ձեզ ցավերից բուժվելու դեղը։ Երբ մարդիկ լսեցին, սկսեցին ծիծաղել նրա խոսքերի վրա։ Խոսեցին նրա հետ եւ ասացին. ուրեմն դու էլ մոլեգնեցիր եւ դիվահար եղար։ Ինչպես է, որ ահա 15 տարի նրան գցել են սոսկալի խոր վիրակը եւ դու ասում ես, թե կենդանի է, որտեղ են նրա ոսկորները։ Նույն օրից, երբ նրան այնտեղ իջեցրին, օձերի հենց տեսքից նույն ժամին մեռած կլինի։ Սակայն նույն տեսիլքը դարձյալ երևաց կնոջը 5 անգամ եւ սպառնալիքով կրկնվեց, որ եթե տեսիլքը շուտ չպատմի, մեծամեծ տանջանքներ կկրի եւ մարդկանց ու թագավորի հարվածները առավել եւս կսաստկանան մահվան եւ պես տանջանքներով։ Այդ ժամանակ Խոսրովիտուխը գնաց եւ մեծ երկյուղով զգուշությամբ պատմեց հրեշտակի խոսքերը։ Իսկ նրանք շուտապույտ այնտեղ ուղարկեցին մի ավագ նախարարի, որի անունն էր Օտար։ Նա գնաց Արտաշատ քաղաքը նրան վիրապի խոր բանկից հանելու։ Երբ Օտան եկավ հասավ Արտաշատ քաղաքը, քաղաքացիները նրան ընտրել ելան գալու պատճառը հարցնելու։ Նա նրան ասաց նրան, թե Կապյալ Գրիգորին տանելու համար էր եկել։ Նրանք զարմացած առհասարակ ասացին. ով գիտե, ողջ է, քանզի շատ տարիներ են, որ նրան այնտեղ են գցել։ Իսկ նա պատմեց տեսիլքի դեպքերը եւ ինչ որ եղել է։ Եվ եկան, բերեցին երկայն եւ հաստ պարաններ եւ իրար կապելով իջեցին ներքև։ Մեծ ձայնով աղաղակեց օստանախարարը եւ ասաց. Գրիգոր, ուր ես, դուրս եկ, քանզի քո Տեր Աստվածը, որին պաշտում էի, հրամայեց հանել քեզ այդտեղից։ Սա անմիջապես ոտքի կանգնեց, իսկույն շարժեց պարանը եւ ամուր բռնեց։ Իսկ սրանք իմանալով քաշեցին, վեր հանեցին նրան եւ տեսան, որ նրա մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել։ Իսկույն հանդերձները մատուցելով հագցրին նրան եւ խնդրությամբ Արտաշատ քաղաքից առանց գնացին։ Վաղարկապատ քաղաք։ Այն ժամանակ սարսափելի, ստագնապալի, ցավերի թագավորը դեպի կողմից
տարվելով ելավ խորհրդի երամակից և գնաց նրան ընթառաջ մեր հայտարարած վիճակում, իսկ նախարարները քաղաքից դուրս նրանց էին սպասում։ Երբ հեռվից տեսան նրան, Գրիգորը Օտայի հետ մեկտեղ և այլ բազմաթիվ մարդկանց, որոնք նրանց հետ գալիս էին Արտաշատ քաղաքից, ընդառաջ վազելով, մոլեգնելով և իրենց ուտելով դիվահարվում էին և փրփրում նրա առջև։ Իսկ սա անմիջապես ծունկի գալով աղոթեց և նրանք իսկույն զգաստացան, ապա հրամայեց հանդերձներ գցել նրանց վրա, որ ծածկեն նրանց ամոթը։ Թագավորն ու նախարարները մոտենալով բռնել էին Սուրբ Գրիգորի ոտքերից և ասում էին. «Խնդրում ենք քեզանից, ների մեր հանցանքները, որ մենք քո նկատմամբ գործենք»։ Իսկ նա մոտենալով գետնից բարձրացրեց նրանց և ասաց. «Ես մարդ եմ ձեզ նման և ձեզ նման մարմին ունեմ, իսկ դուք պետք է ճանաչեք ձեր Արարչին, որը ստեղծել է երկինքն ու երկիրը, արեգակն ու լուսինը, աստղերը, ծովն ու ցամաքը, նա կարող է ձեզ բժշկել»։ Մենք տեսանք պատմություն, թե ինչպես Գրիգոր Լուսավորչին հանեցին Վիրապից, ով հանեց, նույնիսկ Հեթանոս նախարարը վկայեց, ասում այն Աստվածը, որին դու պաշտում ես, նա է հրամայել, որ մենք քեզ հանենք այստեղից։ Ուրեմն մարդիկ գցեցին Վիրապը, Աստված Վիրապից հանեց։ Այս կարևոր է։ Շատ կարևոր է, որ մենք հիշենք, Աստված հանեց Վիրապից և ինչպես հանեց, լույսով հանեց, թե մարմինը ածխի պես ասում սևացած է, Հակաթագիրոս վկայում է, բայց իր մեջ լույս և լուսավորեց ամբողջ Հայաստան աշխարհը Քրիստոսի Սուրբ Ավետարանի լույսով։ Հիմա ես ուզում եմ մենք մտածենք, մեր մեղքերի պատճառով հայտնվում են Վիրապի գերեզմանի մեջ, մահվան գերեզմանի մեջ։ Եվ ով պիտի հանի մեզ այդտեղից, Աստված եթե մենք Աստծո փեշերից կառչած ենք, Գրիգորը կառչած էր Աստծո փեշերից, Վիրապի մեջ անդադար աղոթում էր, անընդհատ Աստծո հետ էր, ինքն է վկայում այս մասին։ Ուրեմն մենք մեր մեղքերի վիրապում գտնվելով պիտի կառչենք Աստծո փեշերից, պիտի անդադար աղոթենք և մի օր, քանի տարի հետո, 15 տարի հետո, կամ 13, կամ 25 տարի հետո, մի օր Աստված այդ վիրապից մեզ կհանի, մեղքի վիրապից կհանի, լույսով կհանի, ուրախությամբ կհանի, ցնծությամբ կհանի, գերեզմանից կկենդանացնի մեզ։ Ոչ միայն մեզ ամեն մեկիս, այլ մեր ազգին ժողովրդի, որ այսօր մենք Վիրապի մեջ ենք հայտնվել, անաստվածության, անհավատության, Աստծուն մերժելու, Աստծո պատվիրանը խախտելու, չպահելու արդյունքում մենք այսօր հայտնվել ենք գերեզմանի մեջ, հոգևոր առումով, Վիրապի մեջ, և ուզում ենք մենք մեզ հանել, այդպիսի բան չկա։ Գրիգոր Լուսավորչի ինչքան էլ ճիգեր գործադրել, ինքն իրեն չէր կարող հանել Վիրապից, եթե Աստված չհաներ։ Մենք էլ դուրս չենք գալու այս Վիրապից, եթե Աստված չհանի։ Իսկ երբ կհանի Աստված Վիրապից, երբ որ մենք աղաղակենք Աստծուն, երբ որ մենք խնդրենք Աստծուն, երբ որ մենք աղաչենք Աստծուն, հիշում եք Հովնան մարգարեին իր Վիրապից կետի փորից Աստված երբ հանեց, երբ որ կետի փորում Հովնանը աղաղակեց Աստծուն, աղոթ կարեց Աստված հանեց իրեն։ Ուրեմն այսօրվա տոնը Գրիգոր Լուսավորչի որ Վիրապից դուրս գալու տոնը, հույսի տոնը, ուրախության տոնը, որ Վիրապը
վերջակետը չի, վիրապը վերջը չի, ցանկացած վիրապից կա դուրս գա, կա հարություն առնել ամեն մի գերեզմանից, և մենք էլ մեր մեղքի գերեզմանից դուրս ենք գալու, մենք էլ մեր ազգովին այս վիրապի մեջ հայտնված վիճակից, մեղքի վիրապի, անիրավության վիրապի, անօրենության, անհավատության վիրապից դուրս ենք գալու, հրամանին շիճան պիտի աղավատին կապ։ Ես խնդրենք մեր հավատքի օր Սուրբ Գրիգոր Իսկավորցի բարեփոխությունը, որպեսզի իր բարեփոխությամբ մենք մեր աղոթքները Աստծուն բարձրացնելով մի օր արժանանանք լույսի, մի օր արժանանանք խավարի դեպի լույս դուրս գալու, մեռած վիճակից կենդանանալու և Աստծո առաջ կենդանի կանգնելու։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը, ամենքին մեր ազգի, մեր ժողովրդի, մեր երկրի, մեր պետության, մեր իշխանության, մեր եկեղեցու, մեր եկեղեցական իշխանության, նվիրապետության և մեր ողջ ժողովրդի հետ թողնի։ Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաև, որ այսօր մենք օգտագործություն ունեցանք, այս պատարագը մատուցեցինք, նախ ստացանք մենք մեր թեմի առաջնորդի Ռուբեն Սրբազանի օրհնությունը այսօրվա օգտագործությունը կազմակերպելու համար և նաև ունեցանք օրհնությունը Խորվիրած վանքի վանահայր Հայր Շահանի օրհնությունը և բարեհաճությունը, արտոնությունը, որ այսօրվա պատարագը լինի, թող Աստված օրհնելով օրհնի իրենց և իր առջև բարձրավոր մշակներ անի։ Դուք էլ ձեր աղոթքների մեջ նաև հիմա պատարագի ընթացքում հիշեք իրենց և աղոթեք։ Նաև Արտակ Սրբազանին և բոլոր խոտորյալ հոգևորականներին հիշենք մեր աղոթքների այսօր, թող Աստծո ողորմությունը լինի և իրենք դառնան դեպի լուսավորչի աթոռ։ Ամեն։